Trump Tower Թբիլիսի ծրագրավորված շինարարության վերաբերյալ տարածված պաշտոնական հայտարարությունը գնահատում են Թբիլիսիում։ Հայտարարված շինարարությանը ընդդիմությունը նայում է կասկածամտորեն եւ հայտարարում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերագործարկման համար անհրաժեշտ է քաղաքականության փոփոխություն։ Իսկ իշխող թիմում ասում են, որ Վրաստանում հաջողված նախագծերը իրենց ընդդիմախոսների մոտ քաղաքական հիստերիա են առաջացնում։ Դոնալդ Թրամփի ընտանիքի անշարժ գույքի ընկերությունը գործընկերների հետ միասին Թբիլիսիում նոր երկնաքեր կկառուցի։ Trump Tower Թբիլիսի նոր նախագծի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը տարածում է Trump Organization-ը, որի տեղեկությամբ աշխարհի խոշորագույն ճարտարապետական ընկերություններից մեկի Գենսլերի նախագծած շենքը կլինի մոտ 70 հարկանի եւ կդառնա Վրաստանի ամենաբարձր շենքը։ Ընդդիմադիր դաշինքը շարունակում է պատրաստվել մայիսի 26-ի ցույցին։ Ստրատեգիա Աղմաշենեբելի կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն պարզաբանում է, որ մայիսի 10-ից մինչև 26-ը կանցկացնի համընդհանուր դռնեդուր այցելությունների փուլ, որը սկզբում կսկսվի Թբիլիսիից։ Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները կայցելեն բոլոր թաղամասերը, կհասցնեն իրենց ուղերձները եւ կլսեն հասարակության կարծիքը։ Մայիսի 26-ին, ինչպես ասում են, կստանան առաջին համընդհանուր քաղաքական մանդատը հասարակությունից։ Իսկ իշխող թիմում հայտարարում են, որ նշված ցույցն անկախության օրվա համար ծրագրելը մաքուր սպեկուլյացիա է։ Հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահը հանդիպել է փոքր եւ միջին հեռահաղորդակցական օպերատորների հետ եւ քննարկել շուկայում առկա միջավայրը։ Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են այն մարտահրավերները, որոնց ընկերությունները բախվում են իրենց գործունեության ընթացքում, այդ թվում ֆիքսված ենթակառուցվածքների օգտագործման եւ հասանելիության, ծառայությունների գների, փոխկապակցման կետերի, գլոբալ համացանցի, ինչպես նաեւ ծառայությունների արագության եւ որակի հետ կապված հարցերը։ Հանձնաժողովի նախագահը տարածաշրջանային ընկերություններին ներկայացրել է հանձնաժողովի տեսլականը եւ եւս մեկ անգամ արձանագրել բիզնեսի ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը ավելի արդյունավետ համատեղ գործունեության համար։ Քվեմո Քարթլիում իրականացվում է 65 հեկտար տարածքի վրա գետի հովտային անտառի վերականգնման նախագիծ։ Ազգային անտառային գործակալության պետ Բեսիկ Ամիրանաշվիլին տեղում ծանոթացել է տարածաշրջանում իրականացվող աշխատանքներին։ Նախագիծը իրականացվում է Գարդաբանի Մարնեուլի անտառային հատվածում գետահովտային անտառային զանգվածում։ Տարածքը տարիների ընթացքում վնասվել է անկանոն հատումների եւ անասունների կողմից որպես կեր օգտագործվելու հետևանքով, ինչը խոչընդոտել է գետահովտային կաղնու եւ թեղի բնական վերականգնումը։ Նախագծի շրջանակներում տարածքն արդեն ցանկապատվել է եւ անցյալ տարի տնկվել է 25,000 տնկի։ Այս տարի գործակալությունը նախատեսում է հավելյալ եւս 25,000 գետահովտային կաղնի տնկել։ Իրանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլին։ Այս մասին գրում է Sky News-ը հղում անելով Իրանի պետական լրատվական գործակալությանը։ Գործակալության տվյալներով պատճառը Վաշինգտոնի չափազանցված պահանջներն են, ոչ իրատեսական սպասումները, դիրքորոշման մշտական փոփոխությունը եւ շարունակվող ծովային շրջափակումը։ Նշված տեղեկությունը տարածվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ տեղի կունենա բանակցությունների նոր փուլ։ ԱՄՆ-ի պատվիրակությանը, որը պետք է այսօր ժամաներ Պակիստան, ղեկավարում էր ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի ժամկետը ավարտվում է ապրիլի 22-ին։ Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում 4-րդ ոսկե մեդալը եւ պատմական արդյունք։ Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականի կապիտան, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գուրամ Թուշիշվիլին եզրափակչում հաղթել է իր սկզբունքային մրցակցին, կրկնակի օլիմպիական չեմպիոն չեխ Լուկաշ Կրպալեկին եւ երրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն եւ հավաքականին բերել 4-րդ ոսկե մեդալը։ Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականը նվաճել է 7 մեդալ, 4 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե եւ թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը, ինչը պատմական արդյունք է։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Էթերլի Պարտելյանին, Լաշա Շավդաթուաշվիլին, Լուկա Մայսուրաձեն եւ Գուրամ Թուշիշվիլին։ Գեորգի Սարդալաշվիլին ու Տատո Գրիգալաշվիլին նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Իլիա Սուլամանիձեն դարձել է բրոնզե մրցանակակիր։